Շարունակենք Դանիելի մարգարեության մեր ուսումնասիրությունը 4 գլուխն ենք ասել Նաբուգոդոնոսորի երկրորդ երազը ինչ-որ մեկը կուզի կարդա թե ես կարդամ կարդամ կարդա ամբողջ գլուխը Դանիել 4 գլուխ Նաբուգոդոնոսոր թագավորը բոլոր ժողովուրդներին, ազգերին եւ լեզուներին, որոնք բնակվում են երկրի վրա, թող շատանա ձեր խաղաղությունը, այն նշանները եւ հրաշքները, որ կատարեց ինձ համար բարձրյալ Աստված, հաճելի է ինձ ասել ձեզ։ Նրա նշանները որքան մեծ են եւ նրա հրաշքները որքան զորավոր են։ Նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է եւ նրա իշխանությունը սերնդից սերունդ։ Ես Նաբուգոդոնոսորս իմ տանը հանգիստ էի եւ բարգավաճում էի իմ պալատում։ Երազ տեսա, որ ինձ վախեցրեց։ Խորհուրդներս անկողնում ու մտքիս տեսիլքներն ինձ խռովեցրին։ Եվ ես հրամայեցի, որ իմ առաջ բերեն Բաբելոնի բոլոր իմաստուններին, որպեսզի ինձ իմացնեն երազի մեկնությունը։ Այն ժամանակ եկան մոգերը, հմայողները, քալդեաները եւ բաղտագուշակները, եւ ես նրանց պատմեցի երազը, բայց նրանք ինձ չկարողացան իմացնել դրա մեկնությունը։ Եվ վերջապես իմ առաջ եկավ Դանիելը, որի անունն է Բաղդասասար, իմ Աստծո անունով, եւ որի մեջ կա Սուրբ Աստվածների հոգին։ Ես նրան պատմեցի երազը. Ով Բաղդասասար, մոգերի պետ, որովհետև գիտեմ, որ Սուրբ Աստվածների հոգին կա քեզանում։ Եվ ոչ մի գաղտնիք քեզ դժվար չէ լուծել։ Ահա իմ տեսած երազի տեսիլքները, ասա ինձ նրանց մեկնությունը։ Անկողնումս մեջ իմ գլխի տեսիլքներում տեսնում էի ահա մի ծառ երկրի մեջտեղում։ Նա շատ բարձր էր, այն ծառը մեծացավ ու զորացավ։ Նրա բարձրությունը հասավ մինչև երկինք, եւ նա տեսնվում էր երկրի բոլոր ծայրերից։ Նրա տերևները գեղեցիկ են, պտուղները առատ, ու նրա վրա ուտելիք կար բոլորի համար։ Նրա տակ դաշտի գազանները հովանի էին գտնում, նրա ճյուղերի վրա էին բնակվում երկնքի թռչունները, եւ նրանից էր կերակրվում ամեն մարմին։ Անկողնու մեջ իմ մտքի տեսիլքներում տեսա, որ ահա մի պահապան մի սուրբ իջավ երկնքից։ Նա ուժգին գոչեց եւ այսպես ասեց. Ծառը տապալեք, ճյուղերը կտրատեք, տերևները թոթափեք եւ պտուղները ցիրուցան արեք։ Գազանները թող փախչեն նրա տակից եւ թռչունները նրա ճյուղերից, բայց նրա արմատների բունը հողի մեջ թողեք, երկաթե ու պղնձե կապանքով, դաշտի խոտերի մեջ եւ թող թրջվի երկնքի ցողով եւ նրա բաժինը անասունների հետ տինի երկրի խոտերի մեջ։ Նրա մարդկային միտքը թող փոխվի, ու նրան անասունի միտք տրվի, եւ նրա վրայով 7 ժամանակ թող անցնի, վճիռը հրամայվել է պահապաններից, եւ դատավճիռը հրահանգվել է սրբերի կողմից, որպեսզի ապրողներն իմանան, որ ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա, եւ այն տալիս է ում որ ուզում է, եւ մարդկանցից ամենավատին է կարգում նրա վրա։ Այս երազը տեսա ես, Նաբուգոդոնոսոր թագավորս, իսկ դու Բաղդասասար, ասա մեկնությունը, որովհետև իմ թագավորության բոլոր իմաստունները չկարողացան ինձ իմացնել մեկնությունը։ Իսկ դու կարող ես ոտել քեզանում Սուրբ Աստվածների հոգին կա։ Այն ժամանակ Դանիելը, որի անունը Բաղդասասար էր, որոշ ժամանակ ահաբեկված մնաց, եւ նրա խորհուրդները նրան խռովեցին։ Թագավորն ասաց. Ով Բաղդասասար, երազն ու մեկնությունը թող չխռովեն քեզ։ Բաղդասասարը պատասխանեց եւ ասեց. Ով Տերին, երազը քեզ ատողներին եւ նրա մեկնությունը քո թշնամիներին թող լինի։ Այն ծառը, որ տեսել ես, թե մեծացավ ու զորացավ եւ նրա բարձրությունը հասավ երկնքին, եւ այն տեսնվում էր ամբողջ երկրում, եւ որի տերևները գեղեցիկ էին, իսկ պտուղը առատ, եւ ամենքի համար նրա վրա կերակուր կար, որի տակ բնակվում էին դաշտի գազանները եւ որի ճյուղերի վրա էին մնում երկնքի թռչունները։ Այդ ծառը դու ես, ով թագավոր, որ մեծացար ու զորացար, եւ քո մեծությունը բարձրացավ ու հասավ երկինք։ Իսկ քո իշխանությունը երկրի ծայր է, եւ թագավորը մի սուրբ պահապանի տեսավ երկնքից իջնելիս, որն ասաց. Կտրեք ծառը եւ կործանեք այն, բայց նրա արմատի բունը թողեք հողի մեջ, եւ երկաթե ու պղնձե կապերով դաշտի խոտերի մեջ թող մնա, եւ երկնքի ցողով թրջվի, նրա բաժինը դաշտի գազանների հետ թող լինի, մինչեւ որ 7 ժամանակ անցնի նրա վրայով։ Սա է մեկնությունը, ով թագավոր։ Եվ ահա ամենաբարձրալի վճիռը, որ ասել է իմ Տեր թագավորին. Եվ քեզ արտաքսելու են մարդկանց միջից եւ դաշտի գազանների հետ պիտի լինի քո բնակությունը, եւ աջարների պես քեզ խոտ են ուտեսնելու,
թրջվելու ես երկնքի ցողով եւ 7 ժամանակ է անցնելու քո վրայով, մինչեւ որ իմանաս, որ ամենաբարձրալն է սիրում մարդկանց թակավորության վրա, եւ այն տալիս է նրան, ում որ ուզում է։ Բայց երբ հրամայեց, թե ծառի արմատների բունը թող մնա, քո թակավորությունը քեզ համար պետք է հաստատվի։ Երբ գիտենաս, որ իշխողը երկինքն է, ուստի ով թակավոր, թող իմ խորհուրդը քեզ հաճելի երևա, եւ քո մեղքերն արդարությամբ կավիր, եւ քո անօրինությունները աղքատների ողորմելով, թերևս քո խաղաղությունը երկարացվի։ Այս ամենը պատահեց Նաբուկոդոնոսոր թագավորին 12 ամսից հետո, երբ նա ջերմում էր թագավորական պալատով, որ Բաբելոնում է։ Թագավորն ասաց. «Սա չէ այն մեծ Բաբելոնը, որ ես կառուցել եմ իմ ուժի կարողությամբ, որպես թագավորական տուն իմ մեծության փառայողության համար»։ Խոսքը դեռ թագավորի բերանում էր, եւ երկնքից մի ձայն եկավ. «Քեզ է ասվում, ով Նաբուկոդոնոսոր արքա, թագավորությունդ գնաց քեզնից, եւ քեզ պիտի արտաքսեն մարդկանց միջից, եւ դաշտի ամնասունների հետ պիտի լինի քո բնակությունը, եւ քեզ ալջարների պես խոտ են ուտեսնելու, եւ 7 ժամանակ է անցնելու քո վրայով, մինչեւ իմանաս, որ ամենաբարձրալն է տիրում մարդկանց թագավորության վրա, եւ այն տալիս է նրան, ում որ ուզում է»։ Նույն ժամին այս խոսքը կատարվեց Նաբուկոդոնոսորի նկատմամբ։ Նա արտաքսվեց մարդկանց միջից, խոտ էր ուտում ալջարների պես, եւ նրա մարմինը թրջվում էր երկնքի ցողով, մինչեւ նրա մազերը երկարացին արծիվների փետուրների պես, իսկ եղունգները թռչունների մագիլների նման։ Եվ այն օրից հետո ես, Նաբուկոդոնոսորս, աչքերս դեպի երկինքը բարձրացրի, իմ խելքն ինձ դարձավ եւ ամենաբարձրալին օրհնաբանեցի, գովաբանեցի ու փառաբանեցի Հավիտյանս կենդանի եղողին, որի իշխանությունը հավիտենական իշխանություն է, եւ նրա թագավորությունը սերնդեսերունդ կմնա։ Եվ երկրի բոլոր բնակիչները ոչնչի պես են համարվում, եւ նա ըստ իր կամքի է անում երկնքի, զորքի ու երկրի բնակիչների մեջ, եւ մեկը չկա, որ խփի նրա ձեռքին ու ասի նրան ինչ ես անում։ Այդ ժամանակ խելքս ինձ դարձավ եւ ինձ վերադարձան իմ թագավորության ու փառքի հետ, իմ մեծավայելչությունն ու փառայողությունը։ Իմ խորհրդականներն ու իմ մեծամեծները փնտրեցին ինձ եւ ես վերահաստատվեցի իմ թագավորության վրա, ու առավել վեհություն տրվեց ինձ։ Արդ ես Նաբուկոդոնոսորս գովաբանում, մեծարում եւ փառաբանում եմ երկնքի թագավորին, որտեղ նրա բոլոր արարքները ճշմարիտ են եւ նրա ճանապարհներն արդար են, եւ որը կարողանում է նսեմացնել ողորտանքով ընթացողներին։ Ամեն։ Ամեն։ Լավ է, չէ՞։ Ով է հեղինակը։ Գլխի գլուխը ում կողմից է գրված։ Նաբուկոդոնոսորի։ Բայց Դանիելը ինչ որ պատճառով ներառում է, չէ՞։ Սա իր մարգարեության մեջ։ Այս նախորդ գլխի վերջն եմ ուզում կարդամ, որ էլի նույն թագավորը ասում է ուստի հրաման եմ տալիս 29-րդ համարում, որ ամեն մի ժողովուրդ ազգ ու լեզու, որ սխալ բան ասի Սեդրաքի, Միսաքի ու Աբեդնագովի Աստծո դեմ, կտոր է լինելու։ Ու նրա տունը աղբանոցի է վերածվելու, քանի որ մի ուրիշ Աստված չկա, որ կարողանա այսպես փրկել։ Ու տեսնում ենք, որ փաստորեն այն ինչ որ ինքը ստեղ ասել էր, ուղղակի խս խոսքեր են եղել, հա, իրական կյանքի փոփոխություն, սրտի փոփոխություն չէր եղել։ Հա։ Ուղղակի, չգիտեմ, ուրախացել էր, որ այդպիսի բանի ականատես եղավ ու կամ զարմացել էր, կամ չգիտեմ, միգուցե էմոցիոնալ ինչ որ արձագանք էր, բայց ամեն դեպքում այս գլուխը մեզ ցույց է տալիս, որ սա արդեն երկրորդ երազն է ու գլխի ընթացքում էլ տեսնում ենք մեզ լավ ազդակներ կա, որոնցից մենք հասկանում ենք, որ այն ինչ որ նախորդ գլխի վերջում կարդում էինք, իր մոտ ուղղակի այդպես այդ խոսքերի մակարդակում էլ մնացել է։ Ու եթե ուշադիր նկատեցիք, գլուխը ինչպես նախորդն էլ էլի մի քիչ երկար է գրված, բայց ինքը ունի գրականորեն բարձր որակ, հստակ կառուցվածք ու մի քիչ համատաբար կարճ է էությամբ։ Ամբողջ գլուխը, հիշում եք, երբ որ հռոմեացիների թուղթը մենք սերտում էինք, խիազմից խոսել ենք, ինչ էր դա, գրական ժանր էր, կառուցվածք, հա, գրվածքի, որ իր անվանումը հունարեն այդ խի տառից է վերցնում X-ի նման։
երկու այսպես սլակներ ոնց որ գան ու մի կետում հատվեն, չէ։ Ու ինչ է այսինքն ստացվում, որ խաչաձև կառուցվածք ունի այսպիսի հատվածները, որոնց տալիս ենք այս անվանումը։ Այս կառուցվածքը ցույց է տալիս, որ պատմության կենտրոնում ինչ որ բան է գտնվում ու կա դրան նախորդող իրադարձություն ու կա դրան հաջորդող եզրափակող իրադարձություններ։ Ու այստեղ այս եթե sense տառերով հա դնենք, որ ավելի պատկերացնենք, ոնց որ լինի A, B, B, A, սա արգանում է պատմություն եմ դեպի կենտրոն, հետո հետ է գնում, վերջը ու սկիզբը իրար նման են, կենտրոնը խոսում է մի բանի մասին։ Առաջին հատվածը համապատասխանում է վերջին, ինչի համար եմ սա ասում։ Ոնց է բացվում գլուխը, եթե նայենք իր գովաբանությամբ, ճիշտ է։ Ինձ հաճելի է թվում ձեզ հայտնել այն նշանների ու ուրաշների մասին, որոնք ինձ է տալիս բարձր աստված։ Ինչքան մեծ են նրա նշանները, իսկ ոնց է փակվում գլուխը։ Արտիես Նաբուգոդոնոսորս փառաբանում եմ Աստծուն։ Այսինքն սկիզբն ու վերջը փառաբանության, այո, այդ թեման է։ Համապատասխանում են իրար։ Իսկ կենտրոնի հատվածներն են այս գրական, հա, մեթոդի կիրառման մեջ բերում են մի առանցքի։ Մնում է գտնենք ինչն է առանցքը։ Հետաբար 4-ը կետից, հա, կամ մասից բաղկացած կլինի այս գլխի մեր բաժանումը ըստ այս գրական ժանրի։ Կլինի առաջին 3 համարները, դա բացումն է, փառաբանությունը, որ Նաբուգոդոնոսորը բարձրալին փառաբանում է։ Երկրորդը կլինի 4-ից 18-ը բուն երազը, երրորդը 19-ից 33-ը երազի մեկնաբանությունն ու կատարումը։ Տեսնում եք մեջտեղի երկու կետերը վերաբերվում են հենց երազին։ Ու վերջում արդեն եզրափակիչ փառաբանությունը 34-ից 37-րդ համարներում։ Ու այս կառուցվածքը հետաքրքիր է, երբ որ մարդկանց հարցնում ես ինչի մասն է այս գլուխը, շատերը չէ, իրանց համար ինչն է այս գլխիցի շարժան, որ այսպիսի մի հիվանդություն է եղել Նաբուգոդոնոսորի մոտ, հա, որ իրանից մարդու բանականությունը վերցվել է կամ անասունի սիրտ է տրվել, ոնց որ ասում են։ Բայց այս գլխի կառուցվածքը ցույց է տալիս, որ պատմության կենտրոնում ոչ թե հիվանդությունն է, այլ Աստծո գերիշխանությունը թագավորների ու թագավորությունների վրա, որովհետև ինքն է խոնարհացնում ու ինքն է բարձրացնում։ Ու հետեւաբար սա լինելու է մեր գլխավոր թեման, հա, այսինքն ինչից ենք խոսելու մենք ու ինչից է խոսում գլուխը Աստծո գերիշխանությունից թագավորների ու թագավորությունների վրա։ Ու մնացածը դրա նկարագրություններն են, ինչ կերպ Աստված գործում իր նպատակների իրականացման համար, մնացածը դրա նկարագրությունն է արդեն։ Ու ստացվում է, որ Աստված հպարտ թագավորին խոնարհեցնում է, որպեսզի իր իշխանությունը հայտնի դարձնի։ Ու մի հետաքրքիր հանգամանք էլ այս գլուխը, երբ որ մենք տեսնում ենք, որ Դանիելը ներառում է իր մարգարեության մեջ, 19 համարին եթե նայեք, էլի փոխվում է։ Երրորդ դեմքով է սկսվում խոսել։ Սա էլի հետաքրքիր շատ լուրջ աստվածաբանական մեր համար ցենց ուղեցույց է։ Տեսեք, եթե ինքը իր միտքը վերցվելու էր, ինքը կարար գրեր այս գլխի մյուս կեսը։ Ու այս հենց այն հատվածն է, որտեղից որ էսի տեղի էր ունենում։ Ոստեղ փոխվում է երրորդ դեմքով արդեն զրույցը։ Շատ հետաքրքիր, ես ուզում եմ դուք իր գրական այդ ստրուկտուրան ոճը տեսնեք, էլի։ Ինքը շատ հետաքրքիր է գրած։ Ու փառաբանության մասով ինչ կարանք ասենք, որ Նաբուգոդոնոսորի կյանքի 4-րդ, հա, ու վերջին կարևոր դրվագն է ներկայացվում այս գլխում։ Ու այս այն ժամանակահատվածն է, երբ արդեն ինքը ամեն ինչ ունի, ամեն ինչից լիացած է, շինարարական աշխատանքները վերջացել են։ Ու եթե 30-րդ համարը նայենք, կտեսնենք այս գաղափարը, հա, սա միթե այն մեծ Բաբելոնը չէ, որ ես իմ մեծ զորությամբ որպես թագավորական տուն կառուցեցի։ Ու թագավորը պատմությունը ներկայացնում է ինքը իր դեմ։ Բացատրելու համար, թե ինչպես է ի վերջո երկնքի Աստվածը կամ բարձրյալ Աստվածը իրան խոնարհեցրել։ Ու ցույց է տալիս, որ այն մարդկանց, որոնց Հուդայից գերեվարել էր, փաստորեն ստացվում է, որ այդ Հուդայի Աստվածը իրեն խոնարհեցրել է։ Ու գլուխը բացվում է շատ հին աշխարհում ընդունված ձևով, կարող նմանացնեք անգամ թղթերին էլ։ Հեղինակը տեսեք իրեն է ներկայացնում, հասցեատերերին է ներկայացնում,
չէ, Նաբուկոդոնոսոր արքան բոլոր ժողովուրդներին, ազգերին ու լեզուներին, որոնք բնակվում են ամբողջ երկրի վրա։ Ինչ նման մեզ համար նախաբանը, չէ։ Ու այս որպես ինքը թագավորը հանդիսանում ողջ երկրի վրա, հասկանալի է, որ այն կայսրության մասնախոսքը, որտեղ իր ազդեցությունն է։ Ու ինքը ունենում է այս օրհնությունը հաղորդելու բարձրյալ Աստծո արած գործը իր հետ։ Պատկերացրեք, ասենք վկայություն է գրում եւ ուղարկում է ամբողջ աշխարհի իր թագավորության մեջ եղող, թագավորներին, որ կարդան բարձրյալ Աստծո մասին։ Պատկերացրեք, ինչքան մարդ կապաշխարեր այս վկայությունով։ Պատկերացրեք Աստծո մեծ ողորմությունը, շատ մարդիկ ասում են, որ 5 տակարանում Աստծո գործունեությունը սահմանափակվել է մենակ հրյաներով, բայց մենք տեսնում ենք, որ դա այդպես չի, որ Աստված, այո, միանշանակ իրենց վստահված էր Աստծո խոսքը, իրենք ունեն իրենց դերակատարությունը, բայց փրկության առումով Աստված իր կանչը միշտ էլ բաց է պահել ու վկայության շնորհիվ տեսնում ենք, որ տարածել է իր մեծափառությունն ու խոսքը։ Ու 5 տակարանում էլի դեպքեր կան, որ հեթանոս, չգիտեմ, այնտեղ Սողոմոնի համար թագուհի է գալիս լսում խոսքը, Եղիայի ժամանակ Ասորիելի մի մարդ է գալիս պալատական մկրտվում այդ խորհրդանիշով, խորհրդապատկերով։ Ամեն դեպքում մենք ունենք այսպիսի վկայություններ, բայց այս մեկը պատկերացրեք կայսրության գլուխը նամակ է գրում մնացած թագավորներին, ինչքան մարդ կկարդար Աստծո կատարած այս հրաշքի մասին։ Ու իր իշխանությունը, համեմատվում է Աստծո արքայության հետ, որ առավել մեծ է տարածքով, նման չի իրան ու բոլոր սերունդների համար է։ Ու այս համոզմունքը թագավորը չի ունեցել ինչ-որ sense փոքր վկայությունով։ Ինքը անձնական փորձառությամբ եկել այս եզրակացությանը։ Ու հենց այս փորձառություններն են ինքը մտադիր է հրապարակայնորեն վկայել այս գրության մեջ, որ ինքը արձակում է։ Ու մենք տեսնում ենք 3-րդ խոսքում այս ոճը ինչքան նման է, չէ՞, պոեզիայի նման, սաղմոսներին է հիշեցնում, Եսայոց որոշ հատվածներ է հիշեցնում, բայց այս գրելաոճը հայտնի էր էլի այս տարածաշրջանում, մենք չենք կարող ենթադրենք, որ ինքը տեղյակ էր կամ կարդացել էր սաղմոսած գիրքը կամ ժանրին էր ծանոթացել։ Բաբելոնյան ստեղծագործական էպոսում մարդուկ աստվածը իրենց աստվածներից նկարագրվում է էլի նմանատիպ բառապաշարով, որպես մեկը, որի խոսքը անփոփոխ է, որը իշխանության մեջ բացարձակ է։ Տեսնում ենք, որ սա ժամանակաշրջանի ու այս ժողովուրդների սովորության մեջ է այս տերմիններով խոսելը, անգամ թագավորների մասին են այսպես խոսում։ Բայց պարզվում է, որ ամենազորավոր մարդը Աստծուն է վերագրում այն, ինչ որ շատ անգամ թագավորները վերցնում էին իրենց այս տիտղոսները։ Գրում է թող բազմապատկվի ձեր խաղաղությունը։ Եթե 6:25-ն էլ կարդանք, էլի նմանատիպ հայտարարություն կա 6:25-ում, ապա դա այս արդեն ուրիշ թագավորի մասն է խոսքը, ապա Դարեթ թագավորը գրեց բոլոր ժողովուրդներին, ազգերին ու լեզուներին, որոնք բնակվում են երկրում։ Թող ձեր խաղաղությունը բազմապատկվի։ Նույն արտահայտությունը։ Այսինքն տեսնում ենք, որ ըստ դարաշրջանի, ըստ ընդունված տարածաշրջանի նաև ձևի նամակի բացում է տեղի ունենում։ Ու անցնում ենք այստեղ բուն երազի։ Պատմության առանցքում կանգնած է մի խորհրդավոր երազ, որը վախեցնում է թագավորին ու իր բոլոր իմաստուններին նույնպես։ Երազը տեսնում է այն պահին, երբ իր ձեռքբերումները արդեն լիովին, վայելում էր իր կայսրության ապահովության մեջ։ Ու սա հստակ հակադրվում է Դանիել 2-րդ գլխի երազին, որտեղ ինքը հիշում եք իր մտքերով մտածում էր իր անկողնում ու տեսիլք է տրվում այդ ժամանակ։ Այստեղ այդպես չի, այստեղ ինքը ընդհակառակը անհոգության մեջ է ու Աստված ուղարկում է այս տեսիլքը։ Ու ինչպես նախկինում Նաբուկոդոնոսորը զարթում է ու կանչում է ում։ Սկզբից Մոգերին է կանչում։ Այս անգամ իրենց ցանկում մի նոր խումբ է հայտնվում, սրանք կոչված են աստղագուշակ, չգիտեմ ձեր մոտ ոնց է թարգմանած, մարդկա կախարդ է թարգմանել, մարդկա գուշակ, բայց աստղագուշակ, այս տերմինը, բայց ինքը մի քիչ անհստակ է, բայց չի հանդիպում 2-րդ գլխի այդ ցուցակի մեջ։
Մենք տեսնում ենք, որ ինքը իր ամբողջ ուժերը դնում է էլի իր տեսիլքը երազը իմանալու համար։ Բայց հստակ է մի բան, ինչ էլ որ այս տերմինը նշանակել, ինչ տեսակի մոգել, որ ինքը ավելացած լիներ այս մարդկանց մեջ, իրանք ասում են, որ մենք չենք կարող թագավորին ասել։ Ու իրենցից ոչ մեկ չի կարողանում պատասխանել թագավորին։ Սենց որ կարդում ենք մենք, որ չիմանայինք էլ հաջորդ մեկնությունը, ասենք ընտեղից կանգնեինք։ Ինքը ավելի հեշտ երազ չի, չեք համաձայնվի ինձ հետ։ Դժվար չի ասել ինչա նշանակում այս երազը։ Ու շատ ես մի երկու զուգահեռ կարդացի սրա հետ կապված հին աշխարհից։ Շատ է լինում, որ անգամ այս վերջում էլի մենք խոսում էինք կարծեմ Կիրակ Նորեկարոջի ժամանակ, որ մարդկանց ծառերի նմանեցրել են։ Չէ՞։ Ու այդ ամեն համատեքստի մեջ լինելով դժվար չէր ասել, այս ինչա նշանակում։ Թագավորը երազա տեսել, մի հատ ծառ, որ մեծացել է ու իր վրա հանգստանում են բոլորը։ Պարզ է, այսինքն իմ ասածը ինչն է, այդ մոգերը մտածել են դժվար չհասկանային ինչ է երազը։ Հա, կտրել, հետո այնտեղ շղթաներով կապել, ինչ դժվար բան է։ Մանավանդ հաշվի առնելով կարող են իրանք հիշեին Դանիելի նախորդ տարածը ու տենց ոճով գոնե համեմատեին։ Հա։ Բայց ստացվում որ չկա, պատասխան չեն տալիս իրանք։ Հիմա ինչի չեն տալիս կամ նրանք անկարող էին հասկանալ իրոք թե ինչա կատարում, որ ես չեմ կարծում այդ ձև, բայց էլի տարբերակ են առաջարկում։ Ու մեկն էլ դե որ վախենում են, որովհետև պատկերացրեք կանգնած են այնպիսի մարդու առջև, ու պետքա sense բան ասեն, ու հեշտ չի դա։ Ամեն կարող են իրոք վախենային, որ եթե այս անգամ ասենք ու էլի չլինի, ինչ կլինի մեր հետ, հա, ճիշտ չլինի կամ չգիտեմ։ Ամեն դեպքում, իսկ այն հարցին, թե պատկերացրեք մի հատ էլ հարց հետաքրքիր, որ մենք չտվեցինք։ Թագավորը ուներ փորձառություն, ճիշտ է, անցած անգամվանից։ Այդ ամենագլխավոր հարցն է, խի է ինքը զարթնում ու միանգամից Դանիելին չի կանչում։ Խի սկզբից կանչում են մարդկանց, ովքեր նախկինում արդեն մի անգամ իրեն հուսախապ էին արել։ Չեն կարողացել, հա, հասկացան։ Հա, արդեն պարզվել է, որ այնա դրա համար իզուր չկարդացի, որ իմանան, ուստի հրաման եմ տալիս, որ ամեն ժողովուրդ ազգ ու լեզու իմանա, որ մենակ այս մարդկանց Աստվածն է, որ կարող է այսպես փրկել։ Սրանից հետո ինչի համար դու չես կանչում Դանիելին։ Իրականում տեքստը մեզ չի տալիս հստակ պատասխան, ինչի ասա սենց ու մենք պետքա ստիպված արդեն ենթադրենք։ Ու իրոք տեքստը չի լուսաբանում ու հնարավոր մտքերից այն է, որ Նաբուկոդոնոսորը ոնց որ սենց իր այդ հնոցի փորձառությունից իր սիրտը չէր փոխվել։ Ինքը էլի նույն հեթանոսն էր մնացել։ Ուղղակի դա էմոցիոնալ արտահայտություն է։ Ու երբ որ տենց մարդու սիրտը փոխված չի լինում, ճգնաժամի պահին ինքը առաջին անում այն, ինչին որ առաջնահերթություն է տալիս։ Եթե Աստված իր առաջնահերթությունը չի, բնականաբար ինքը ըստ իր նախորդ սովորության անել է ինչ որ արել էր։ Նոր խումբել էր ավելացել, չէ՞։ Հա, ավելի ուժերը շատացին։ Ու ոնց որ հատուկ ջոկատ էր էլի ավելացին։ Ու մեկ այլ հնարավոր բացատրություն էլ է, որ թագավորը արդեն գիտեր, որ Դանիելը հատուկ դեպք է։ Դե այնտեղ էսի ես ամփոփ եմ ներկայացնում, կան մեկնություններ շատ, մարդիկ ասում են տարիքով էր մոռացել էր, որ Դանիելը։ Այդպես բաներ ես չեմ անդրադառնում, հնարավոր չի Դանիելին մոռանալ։ Հա, շատ թույլ է, մանավանդ որ Բաբելոնի գործերի վրա էր ինքը։ Մի անգամ էլ իրան։ Հա, իրատեսական չի։ Ստերում որ ամենաճիշտ բանը, որ ինքը զուտ սիրտը փոխված չէ դրանից։ Հա, բայց այս տարբերակն էլ կա։ Չէ։ Այս մեկը լսի, որ Դանիելին կանչելը կնշանակեր ընդունել, որ խնդիրը իր իշխանությունից արդեն դուրս է եկել։ Բայց էսի էլի կապ ունի նրա հետ, որ իր սիրտը միևնույնն է փոխված չէ։ Մինչև վերջ փորձում է իր խնդիրը լուծել իր կառավարելի մեթոդներով, հա, որ ինքը ցույց տա, որ ես իր վիճակը վերահսկում եմ։ Այսինքն ինքը խուսափում էր Աստծուց իր իշխանությունը, անկախությունը ընդգծելու համար։ Եթե Դանիելին կանչեր, ստացվելու էր, որ հա, ես անկարող եմ, ուրեմն էլի մեզ գերբնականն է։ Բայց էլի կապված են իրար հետ ամեն դեպքում։
Ու հա, ուզում եմ ասել, որ ես չեմ մտածում, որ ինքը տարիքի պատճառով մոռացել էր թե ով է Դանիելը կամ չգիտեմ, աբսուրդ է դա։ Ու 8-ում 9-ում Դանիելը ներկայացվում է, բայց որպես բոլորից անկախ անձա ներկայացվում։ Առանձնացող կերպար է ինքը, իրանց հետ չի քայլում, իրանց հետ չի գալիս։ Երբ որ ինքը գալիս է, բոլորի ուշադրությունը մենակ իրա վրա է։ Տեսնում ենք ինչքան, հա, իրեն գնահատված կարգավիճակում էր ինքը։ Ինքը այն աստվածների նշաններով չէր անելու այն ինչ որ անելու։ Իր աստվածը առանձին էր։ Դրա համար այս ամեն ինչը խոսում է այս փոքր դետալներով խոսում է նրա մասին, թե ինքը ինչ հավատարմություն ուներ ու իրականում ինչ էր անում Աստված իր հետ։ Ու ինքը ազատ անդամ էր մի խոսքով, հա, այդ մարդկանց խմբի անդամ չէ։ Ազատ մարդ էր որպես ներկայանում։ Ու թագավորը հետաքրքիր մի արտահայտություն անում, ձեր ոնց էր գրած այս արտահայտությունը, ու մեջ ինչ կա։ Աստծո, որի մեջ կա Սուրբ Աստվածների հոգի։ Ահա։ Կա ուրիշ տարբերակ։ 8 համարի վերջը։ Նայեք, կա որ ասում են Սուրբ Աստծո հոգին, բայց տեսեք, ասում է բնութագրում է Դանիելին այսպիսի մեկը, ում մեջ Սուրբ Աստվածների հոգին կա։ Էլի ստեղից էլ է, չէ՞, այդ հարցը գալիս, ուղղակի արդեն տվել ենք այդ հարցը, բա որ տենց է, ինչի համար իրան առաջինը չկանչեցի։ Լավ, այսպեսի մի բնութագրություն անում թագավորը ու կարելի է հարց բարձրացնել, ում հոգին ինքը նկատի ունի, մեր պատկերացրած Աստծո հոգին, Սուրբ հոգին նկատի ունի, թե ուրիշ բանի նկատի ունի։ Սա էլ հետաքրքիր հարց է, որ պետք է պատասխանել։ Համատեքստը ցույց է տալիս, որ Նաբուկոդոնոսորը չի ընդունում փաստացի Դանիելի Աստծուն որպես միակ ճշմարիտ Աստված։ Սրա մասին ինձ թվում է վեճ չի կարող լինի։ Ու տեսեք, քանի այս մի քիչ արդեն ոնց որ տեքստաբանական է, պետք է բառերին ուշադիր լինենք։ Նայեք, եբրայերենում Էլոհիմ բառը Աստծու մասին, որ խոսում են, հա, Աստված նշանակող այդ բառը ինքը բազմակազմ բառ է։ Ինքը որ միակազմ ինքը Էլն է, այդ Էլ զորավոր է նշանակում Աստված, բայց Էլոհիմ արդեն իր մեջ բազմակազմություն կա, ասենց ասած։ Կարա օգտագործվի շատ աստվածների մասին արտահայտվելուց։ Բայց հաճախ օգտագործվում է, այո, մեկ ճշմարիտ Աստծուն, մեր Աստծո համար։ Ու հիմա այս հարցը այն է, թե թագավորը ինչի նկատի ունի, ումի նկատի ունի։ Եթե Էլոհիմը նշանակում է ճշմարիտ Աստված, Աստվածաշնչյան տեքստում, ապա նրան բնութագրող հացականները սովորաբար դրվում են եզակի թվով։ Միտեղ բանում կա, Հեսոյի մեջ կա, բայց դի բացառությունը։ Բոլոր տեղերում եզակի թվով է դրվում հացականները, եթե գրած է Էլոհիմ հոգնակի տալ պարունակով, բայց ի նկատի ունի մեր Աստծուն, մի Աստծո։ Բայց դեռ ուրիշ պատկեր ունենք, Սուրբը հոգնակիով է գրած։ Դրա համար է մեր թարգմանությունում սենց գրած Սուրբ Աստվածների։ Այո, Սուրբը եթե եզակիով գրած լիներ գոնե, կարային այս Աստվածներ թարգմանային Աստված, ստացեր Սուրբ Աստծո, հա, ուրեմն ինքը ի նկատի ունի մեր Աստծուն։ Բայց Սուրբը խի է ինքը հոգնակիով ասում, եթե ինքը իրականում մեր Աստծուն ի նկատի ունի։ Աստվածներն են էլի բազմակազմ է, ստիպված ինչ ենք անում ստեղ, Աստվածներն ենք հոգնակի թարգմանում, որովհետև Սուրբը բանով է գրած, հոգնակի թվով է գրած։ Ստացվում է Սուրբ Աստվածների։ Եթե Սուրբը լիներ եզակի, Աստվածը կարելի էր փաստարկ բերել, մեկը պնդում աներ, ասել պետք է այստեղ թարգմանենք որպես մեկ Աստված։ Ու այս էլի ցույց է տալիս տեքստից, որ ինքը էլի մնացել էր նույն Հեթանոսը։ Իր պատկերացմամբ ինչ է սա նշանակում, ուղղակի ինքը խելացի մարդ է։ Ոնց որ սենց մի բան ասի։ Իրան ժամանակով, իրան ծնկալումով, ասել խելացի մարդ է։ Հեթանոսական պատկերացումը սա Աստվածների մասին էլի, ու այս արտահայտության նույն կրկնությունը 5-րդ գլխում Թագուհու ու Բաղդասարի կողմից վկայում են, նաև այս հանգամանքն էլ վկայում է, որ այս ժամանակաշրջանի կրոնական խոսալու ձևն է սա։ Եթե 5-11-ը, 5-14-ը կարդանք, ասում է քո թագավորության մեջ մի մարդ կա, ում մեջ Սուրբ Աստվածների հոգին կա, քո հորորոք լույս ու իմացություն, Աստվածների իմաստության պես իմաստություն գտնվեց նրա մեջ։ 14-ն էլ մի անգամից թռնենք ու կարդանք,
քո մասին լսել եմ, թե Աստվածների հոգի կա քո մեջ։ Այս մարդիկ ուղղակի սենց էին խոսում, խելացի մարդու մասին խոսալու, սենց էին արտահայտվում։ Ու հետո գալիս ենք արդեն նրան, որ ինքը նկարագրում է իր երազը։ Այս ծառի կերպարանքով է գալիս ամեն ինչ։ Ծառը էլի մենք արդեն խոսացինք ես ժողովուրդների մոտ, որ մարդ էր նշանակում ուղղակի։ Մեծ ծառն էլ ինչ էր նշանակում։ Զորավոր մարդ էր նշանակում ուղղակի։ Հա։ Ու որպես համաշխարհային կայսրության գլուխ գտնվում էր իշխանության գագաթնակետին ինքը։ Ու երևացող այդ երազի երևացող ծառը համապատասխանում էր այդ ինքնաընկալմանը, ինքը իրան տենց էր ընկալում։ Ոնց որ Աստված ասի, եթե քո մոտ սենց ընկալում է, ես քո բառերով քո հետ կխոսեմ ու տենց գալիս է։ Ու հսկայական է լինում այս ծառը հասնում մինչև երկինք։ Մի հատ հետաքրքիր բան ասեմ, դրա մասին կմտածեք, հիմա ուղղակի ժամանակային առումով չեմ բանում։ Սննդոց 11:4-ի վրա մտածեք, այս երկինք հասնելու հետ կապված ու այս որ ինքը Բաբելոնի թագավորն էր։ Հետաքրքիր զուգահեռներ, չէ՞։ Շատ հետաքրքիր է Սուրբ գրքի այս ակնարկային կապերը։ Տեսեք, երազի երկրորդ մասը, բայց կտրուկ շրջադարձ է ներկայացնում։ Սկզբից ինքը sense փարթամ ներկայացվեց ու հետո միանգամից տեսեք ինչ է լինում, դետը գալիս է, դետը երկրորդ տաճարի գրականության մեջ այդ ժամանակաշրջանի հերական գրականության մեջ շատ կան այսպիսի դրվագներ դետերի մասին։ Ամեն դեպքում ես մարդկանց պատկերացմամբ, հա, ինքը այս դիտորդն է, հենց դիտորդի գաղափարը, որը երկնային էակ է իրանից ներկայացնում։ Կարող լինի չար, կարող լինի բարի, ըստ այդ տարբեր գրականությունների ու իրանց ընկալման։ Հոգեղեն աշխարհ կա, ոչ ֆիզիկական, որ իրանք մեզ միշտ նայում են, այս էր ընկալումը։ Ինչ որ բանի համար։ Ու այս դետը, որ իջնելով հրաման է տալիս Աստծո կողմից, հասկանում ենք, որ հրեշտակի մասին է խոսքը, ուրեմն, հա, չար հոգու մասին չի։ Ու երկնքից իջնելով հրաման է տալիս, որ ասում է ծառը կտրեք, ճյուղերներ կտրեք։ Մի խոսքով ասում է ծառը կտրեք, այն մնացածը ուզում է ասի դու կտրվելու ես հաստատ։ Պատկերացեցիք ինչ անում։ Ծառը կտրեք, ճյուղերը կտրեք, տերևները թափեք։ Որ ծառը կտրես, այն մնացածը իմաստ չկա ասելու, բայց ինքը ասում է, որ հասկանաս, որ վերջ չես դնելու ես ուժեր թակավորը։ Ու այս սուրբը դետը, հա, սուրբը լա իմիջիայլոց անվանում, մենք դրանից էլ ենք հասկանում, որ Աստծո կողմից է։ Ինչի համար բայց, որպեսզի իմանա, որ բարձրալն է իշխում մարդկային թագավորությունների վրա, ոչ թե ինքը։ Այսինքն ինքը ինչ էր փաստորեն մտածային 30-րդ համարում իր սրտի մեջ։ Այս որ Բաբելոնը իր համար սարքեց, այս ամեն ինչը իրար հետ կապ ունի, այն ինչ որ դու քո սրտի մեջ մտածում ես, որ դու ես, հեսա դե սենց կլինի քո հետ, որ դու իմանաս իրականում ով է այդ մեկը։ Ու այս մեզ ցույց է տալիս ինքը այդ ժամանակ պալատում, երբ որ ամեն ինչ լավ էր իր հետ, ինքը ինչ էր մտածում։ Բայց ասած մի հատ հետաքրքիր հանգամանք, ծառը կտրում է, բայց կոճղը պահպանվում է։ Էլի այդքան էլի եմ ասում, բարդ չի հասկանալ, որ ինքը հետ աճելու ինչ-որ տենդենս կա։ Հա։ Ու ինքը ասում է պահիր, հա, այսինքն մարդը պետքա ժամանակավորապես դուրս գա այդ կարգավիճակից, հետո վերականգնվելու տենդենսով։ Բայց մի բան էլ կա, բացի գահից ինքը էլի մի բանից էր ազերկվում։ Ինչա մարդկային սիրտ է ձեզ մոտ գրած։ Այսինքն մտքից, բանականությունից։ Անասունի միտքը։ Միտքը, ասում միտքը թող փոխվի ու նրան անասունի միտք դնել։ Հա, կա որ ասում անասունի սիրտ։ Բայց միտքն է, հա, բանականության հետ է կապված այս ամեն ինչը։ Ու ստանում է կենթանու միտք սահմանափակ 7 ժամանակով։ Էս էլ էլի հետաքրքիր հարց է, ինչ է ասվում։ Ժամանակահատվածը ես եմ սենց կարծում։ Բոլորը չեն որ սենց են կարծում։ Դիտավորյալը անորոշ, որովհետև շեշտը դրվում է նրա վրա, թե ինչ նպատակով այդ արվում, ոչ թե ինչ ժամանակ է անցնելու։ Հարցը այն է, թե Աստված ինչ անում է թագավորի հետ։ Ու կան մարդիկ, ովքեր այն դիտարկում են որպես 7 տարի, բառացի, 7 ժամանակը մեկնում են որպես 7 տարի։ Ես ավելի հակված եմ ընկալելու 7-ը որպես ուղղակի կատարյալ ժամանակահատված,
որը մարդու համար անորոշ էր, բայց Աստծո մտքում որոշված էր ու այդ ամեն ինչը Աստծո համար հստակ էր, թե երբ հասկացվելու, երբ ավարտվելու։ Ուղղակի մարդու համար ինքը անհայտ էր։ Դրա համար ասում է 7 ժամանակ ու դրա համար էլ հետաքրքիր բանավեճեր կան, թե ինչ է նշանակում այս արտահայտությունը 7 ժամանակ ու զուգահեռ մեր կարելի է անցկացնել հայտնությունից, որ հայտնության գրքում հանդիպում է մի շարք հատվածներ, որտեղ 7-ը ներկայացնում է ամբողջություն, կատարելություն, հա, ու օրինակ շատ հարգված նոր կտականի մեկնաբաններ, գիտնականներ մտածում են, որ գահի առջևի 7 հոգիները դա Սուրբ Հոգու խորհրդանիշն է, մեկ անձի մասն ենք խոսում, բայց 7-ը բանով է ներկայացված, հա, ինքը ամբողջության իմաստով, ու այդպիսի շատ բաներ կա։ Հայտնությունը լինելով նոր կտակարանի Դանիելը, չէ, եթե սենց ասեմ։ Կարելի է սենց տեսակետ առաջ բերել, բայց էլի եմ ասում, խնդիր չի, եթե 7 տարի լինի, էլի խնդիր չի, բայց այստեղ տեքստը չի ասում հենց 7 տարի։ Ու հիվանդության նպատակն էլ բացահայտ է։ Խոնարհեցնել այն մարդուն, որը մոռացել է իր կախվածությունը Բարձրյալից։ Աստված ինքն է որոշում, ով պետք է իշխի, ու ինքը բարձրացնում է, ինքը իջացնում է։ Մենք ունենք, չէ, սենց հատվածներ, առաջի թագավորաց 2-ի 8-ում, այստեղից սկսած կարող եմ թվարկել Սաղմոսներից, կա, որ Աստված, չէ, բարձրացնում է մարդուն։ Ես եմ կենթանացնողը, ես Այո, գերեզմանի շաշկովա։ հենց այս ճշմարտությունն է, որ Աստված ուզում է մարդը հասկանա։ Ու ունենք արդեն երազի մեկնաբանությունն ու կատարումը։ Այս հատվածում Նաբուկոդոնոսորը դադարում է արդեն խոսալ առաջի դեմքով, ինչպես արդեն նշեցինք։ Պատմությունը անցնում է երրորդ դեմքի։ Ոնց որ ասի, որ թագավորը այլևս ի վիճակի չի ինքը իր մասին գրելու, ներկայացնելու։ Ու այս գրական անցումը համապատասխանում է բովանդակությանը, նա շուտով կորցնելու է իր ինքնագիտակցությունը ու մարդկային բանականությունը։ Ինչ էլ որ դա նշանակ էր։ Դանիելը հասկանալիորեն ցնցված այդ թարգմանությունով մի քիչ չպատկերացրեցի հստակ։ Հաբեկված մնաց։ Հա, բայց ավելի պարզ ապշած մնաց 1 ժամ։ Պատկերացրեք, չի խոսում, շոկի մեջ է Դանիելը ու ես նաև կասեի նեղվում է ինքը այս պատգամից, որովհետև կարելի է իրանց մեջ էմոցիոնալ կապել տեսնել։ Ինքը վերջը հավատարիմ էր այս թագավորին։ Նրա խորհուրդները նրան խաբավեցին։ Հա, նեղվեց, որովհետև ամեն դեպքում իրան ինքը չէր ատում, ծառայում էր, հավատարիմ էր ու ցնցվեց Դանիելը այս ամեն ինչից, հենց հասկացավ, ցնցվեց։ Բայց դրանից թագավորն էլ է հասկանում ինչա կատարվում։ Ու մինչև որ չի խոսում, մինչև Նաբուկոդոնոսորը չի քաջալերում իրան, ասում է, ասա տեսնելու ինչա կատարվում։ Ու Իսկն ինքն էլ հասկանում։ հա, ինքը այդ ռեակցիայից հասկացավ, որ էլի են անցյալի նման, էլի մի վատ բան պետքա լինի։ Ու այս գլխում ակնհայտ է որոշակի ջերմություն, ես կասեի, երկու այս տղամարդկանց միջև հարգանքի, հա, որ Դանիելը հավատարիմ ծառայում է, եթե 9-րդն նայենք, թագավորը 9-րդ համարում տեսեք ինչ հրաշալի ձևով է դիմում Դանիելին։ Հա, ինքը իր հարգանքն է պահում, նա էլ իր հարգանքն է պահում։ Ու մեկնաբանությունը սկսվում է էլի մռայլ ակնարկով, ոնց որ պետք է լիներ, Դանիելը երազը մաղթում է սկզբից թագավորի թշնամիներին։ Ուզում է ասի, որ ինչ որ ասելու եմ, լավ բան չի։ Ինչ որ աղետ է, հա, սպասվելու։ Դրա համար ցանկանում է թագավորի թշնամիներին։ Ու միևնույն ժամանակ կրկնում է երազի դրական կողմերը։ Դանիելը արագ-արագ անցնում է երազի դրական կողմերի վրա, դա դու ես, այդ ծառը դու ես, քո մեծափառությունը մեծ է, թագավորները ենթարկվում են, ու բայց դա քանի որ այդքան էական չի, անցնում է հաջորդ մասին։ Բայց ինքը դա ասում է, խի որ մի քիչ մեղմացնի, հա, այդ կործանարար ազդեցությանը, չգիտեմ, շոկը երևի թագավորի մոտ։ Ու երազում ես հնչած դիտորդի սրբի ես հրամանագիրը Դանիելի մեկնաբանության մեջ վերագրվում է ուղղակիորեն Աստծուն։ Տեսեք, այնտեղ դիտորդն է գալիս ասում, Դանիելը երբ որ մեկնում է, արդեն միանգամից Աստծուն է վերագրում այս ամեն ինչը։ Դիտորդը մեջտեղից դուրս եկավ, էս էլ մի նշան, որ դա ուղղակի միջոց էր։ Իրականում Աստված է մեկը, ով որ գործի է
դրել իր Մնացելի վճիրն է, էլի ասում։ հա, այդ դիտորդի մասին ինքը չի խոսում, հենց անմիջապես Աստված ապրել։ Ծառի կտրելը Նաբուկոդոնոսորի մեկուսացումն էր մարդկային հասարակությունից ու բայց նա չի ներկայացվում, տեսեք, որպես sense մի վտանգավոր ինչ-որ մոլագար, հա, ու տենց վիճակ չի։ Ուղղակի ասում է, որ ապրելու է անասունների հետ, կիսելով իրանց կերակուրը։ Այսինքն ինչ-որ մտային հիվանդության մասին է խոսքը, բայց լավ, հեսա դրանք անդրադառնանք, տարբերակներ կան էլի, մեր այսօրվա բժշկությունը, որ կարդում է այս հատվածը, տարբերակներ կան, ու դատաստանի նպատակին անդրադարձանք, միջև իմանա, որ բարձրյալն է իշխում ու թագավորին ներկայացվում է զարմանալիորեն ելքի հավանականություն։ Չեմ ասում հնարավորություն, հատուկ ասում հավանականություն։ Խի, տեսեք ինչ ասում։ Դանիելը ուղղորդում է իրեն, ասում է թերևս սա քեզանից կանցնի։ Հեսա կտեսնենք թագավորը լսում է Դանիելի խորհուրդը, թե ոչ։ Ու միջև հասկանաս, որ երկինքն է իշխում։ Սա էլ հետաքրքիր բան է, արտահայտություն։ Երկինքը 5 կտակարանում շատ չի օգտագործվում Աստծո հետ կապված, խոսելիս նորն է օգտագործում։ Երկնքի թագավորություն արան։ Երկինք բառը Աստված բառով փոխարինում է, այսինքն նկատի ունի Աստծո թագավորություն։ Բայց տեղ ունենք, sense բան, կարող մեկի մոտ գրած լինի երկնքի Աստվածն է իշխում կամ չգիտեմ։ Ինչ-որը երկինքն է գնաց այ մոտ։ Հա, սա ճիշտ է, որտեղ են մեջտեղի արտահայտությունը, որ դնում են, դա չկա բնագրում։ Ուղղակի հեշտ ընթերցելու համար է դա։ Անգամ կա որ շեղատարերով են գրում։ Հա, օրինակ իմ մոտ կա, որ երկնքում եղողն է իշխում, եղողը շեղատարերով, որտեղ չկա, որ երկինքն է իշխում, իր ասածը սա է։ Ու Դանիելը հաղորդում է թագավորին անհապաղ գործի կանխելու համար։ Ու այստեղ նմանվում է Դանիելը դասական հա մարգարեներին, օրինակ Ամոս 5:15-ում ունենք նմանակիտ բան։ Ու տեսեք, ինքը ինչ-որ պայմանական ասպեկտ է, հա, իր մեջ ներառում իր որդորը դեն գցիր քո մեղքերը արդարություն գործելով, բայց խոսքը ինքն նրա մասին չէ, որ ինքը իրեն կարող փրկի կամ, չգիտեմ, կյանքի ուղու փոփոխություն կարող լինի սրանից հետո։ Սա ուղղակի կվկայի նրա հավատի մասին, որ հավատում է ինքը, որ այս падգամը Աստծուց է։ Ու մարգարեն ասում է թերևս քո անդորը երկարի։ Այսինքն ճնշվածների հանդեպ ողորմության կոչը մատնանշում է պետական անարդարությունները։ Կա պետական ինքը ինչ պետք է, ոչ չի հելնելու անհատական մարդկանց ինչ որ սննդի տոպրակ բաժան։ Ինչ որ բան իր արքայության մեջ այն չի, որ ինքը կարա հրաման տալով ուղղակի բերի արդարություն, հա, իր թագավորության մեջ։ Ինչ որ բաներ շտկի։ Ինչեւ է ամեն ինչը լինել է, որ Հա։ Ու Դանիել ասում է թերևս երկարի քո ժամանակը։ Բայց տեսեք, այստեղ թարգմանական մի քիչ էլի խնդիր դժվարություն, նայեք ինչ ասում է։ Դեն գցիր մեղքերը արդարությամբ, հիմա արդարություն անելով լինում է մեղք դեն գցել։ Չէ՞ մեկը կարասես բան ասի։ Կամ աղքատին ողորմելով անօրենությունները լինում է ջնջել։ Բայց sense է ասում, չէ՞։ Սարքալության պերիոդի նկատի ազնվության պետք որ Հա, վերջնականապես ազատագրում։ ու իրոք այս հատվածը 27-րդ համարը պատմականորեն եղել են մարդիկ, որոնք որ վերցրել են ու գործերով արժանինքների գաղափար են առաջ տարել, բայց իրականում չէ, այս բառի բուն իմաստը պարզ է, այս արտահայտության ընդհանուր ինքը մի բան է նշանակում։ Ինքը հրեական զուգահեռականություն է, հա, պարալելիզմ ենք ասում։ Երկուսն էլ նույն բանն է նշանակում։ Ուղղակի ասում է հրաժարվիր քո նախկին ապրելակերպից ու ճիշտ ապրի արդեն։ Սենց է պետք է արտահայտությունը կարդալ։ Ու 12 ամիս անց տեսնում ենք Նաբուկոդոնոսորը բնորոշ իր կերպարին Յանմա Բաբելոնով, չէ։ Իրոք ինքը շատ գեղեցիկ է, բայց ինքը 12 ամիս մտածելու ժամանակ ուներ Դանիելի տված խորհրդի վրա։ խաղաղությունը երկարացվի, այսինքն
լինելու է մեկը այդ էլի։ Հա, մեկը լինելու է։ Ասելով հա, որ հասկանում ենք, որ մեկը լինելու։ Ինքը բայց ժամանակ ուներ, բայց ոչ մի բան չձեռնարկեց, սկի աղոթք չենք տեսնում, որ Տիրոջից գոնե ներողություն խնդրի։ Հետաքրքիր է, բայց Աստված ինչքան ողորմություն է ցույց տալիս այս թագավորին։ Քանի անգամ տեսիք տվեց, չգիտեմ, այս ողորմությունը, որ արվում է։ Ու զգուշացումը անտեսելով թագավորը իր վրա է բերում վերջնական աղետը։ Իր այդ պարծենկոտ խոսքը ընդհատվում է երկնքից անմիջական, հա, այսպես լսելի կերպով ձայն է գալիս ու ասում է թագավորությունը հեռացվեց քեզանից։ Ու Դանիելի խոսքերը էլի կրկնվում են որպես աստվածային վճիռ։ Հայրական ավանդույթները պատմում են, որ թագավորի բացակայության ընթացքում տեղի ունեցած այս իշխանական խառնաշփոթ է, հա, տեղի ունեցել։ Այսինքն կա տենց ավանդություն չեմ ասի 100%-անոց պատմական, հա, փաստա, բայց տենց ավանդություն կա, որ ինչ որ ժամանակ թագավորը բացակայել է, կառավարության մեջ քաոս է եղել, կարա դա հենց այս ժամանակահատվածը լինի։ Ամեն դեպքում հատվածը ավարտվում է նախկին թագավորի խղճուկ վիճակի նկարագրությամբ, անտեսված վայրենի ու մարդկային փառքից զրկված։ Ինքը լուրջ մտային հոգեբանական հիվանդություն է ձեռք բերում։ Նաբուկոդոնոսորի կյանքի վերջի տարիների մասին տեղեկություններն էլ քիչ են։ Այս ամենը նպաստում է նրան, որ մենք կանենք հասկանանք, որ այո, սա եւ մի բան են ուշ հին հա աղբյուրները եւ Սեբիոս օրինակ Հովսեփոսը էլի հասկանում եմ այս ժամանակաշրջանը չի, հերրու ժամանակաշրջանը, բայց էլի հին են։ Հիշատակում են Նաբուկոդոնոսորի կյանքի վերջում տեղի ունեցած հիվանդություն, իսկ դրանց որոշ մանրամասներ իրենց նկարագրության մեջ համընկնում են Դանիելի պատմության հետ։ Ու բժշկական տեսանկյունից այս հիվանդությունը նկարագրություններ, ունի չեմ ուզում ուղղակի այդպիսի բաների մեջ խորնամ, լիկանտրոպիա են անվանում ժամանակի առումով։ Ամեն դեպքում հոգեկան խանգարում է, որտեղ մարդը իրան ընկալում է որպես կենդանի, սենց ասեմ։ Հա, ու ասում են սուր դեպրեսիվ խանգարում, հա, մեկ էլ այսպիսի մի բան են դնում, դիագնոզ են դնում Նաբուկոդոնոսորին։ Բայց sense մի բան են ասում են կարա ինքը ինքնաբուխ ապակինում բերի կամ գիտակցում բերի, չեմ կարծում։ Ես կարծում եմ եւ նույնը որ Աստված է որ բերեց իր միտքը այդ ինքնագիտակցման sense կարգավիճակից։ Ճիշտ է ինքն այնտեղ ասում է որ ես բարձրացրեցի աչքերս, դրա համար են այս մարդիկ ասում կարելի է ինքնուրույն դրա մեջից դուրս գալ։ Բայց այսօր որ գնաս իրանց մոտ այդ խնդիրով, իրանք քեզ թերապիաներ են նշանակում, դեղ են տալիս։ Բախի ոչ մեկ չի թողում որ դու քեզանով ամեն դեպքում ես հավատում եմ որ Աստված արեց են որ ինքը կարողանա աչքերը վերը բարձրացնի ինչի որտեղ ես մտածում եմ այդ 7 ժամանակը ինչ էր որ այր արդեն լրացել էր ու այդ օրերի վերջը հենց այդ օրերի վեր որ թե իրեն ծերացել է դրա համար իրան հատուկ սահմանված էր օրեր որ դրա մեջ ինքը այս կարգավիճակը պետք է ունենա դա որ վերջացավ Աստված վերադարձրեց իրան դրա համար ինքը կարողացավ վերաբարձ։ Պատկերացրա մարդը այս կարգավիճակում ու մեկը խոտ է ուտում, գլուխը բարձրացնում է վերը, ասում է Աստված է իշխում։ Մի բան պետք է, չէ՞ դրանից առաջ լինի, որ եթե բանականություն չունի։ Աչքերը բարձրացնի վերը։ Վերջի վերջո Նաբուկոդոնոսորը ներկայացվում է այստեղ որպես ոչ թե հիվանդության, հա, տուժող վերջնական չէ։ Ինքը աստվածաբանական իրադարձություն է։ Աստված խոնարհեցնում է թագավորին ոչ թե կործանելու համար, հա, որ իրեն ջնջի կամ նվաստացնի, այլ որ կա աշխարհի տեսանկյունից նվաստացում համարվի, խնդիր չի իմ համար, բայց ես խոնարհություն եմ ասում դրան, Աստված խոնարհեցնում է։ Ու ըստեղ էլի ունենք վերադարձ այն առաջին հատվածի նման փառաբանությունը եզրափակիչ շատ ենք մենք համ քարոզել ենք, համ զրուցել ենք այս հատվածի վրա Իմ մոտ գծացել է ես շուտվանից գունավոր մարկերով այս խոսքերը գծել եմ։ Ինչ է լինում, իր առողջությունը վերականգնում այն պահին, երբ որ աչքերը բարձրացնում է վերև դեպի երկինք ու ճանաչում է բարձրալի իշխանությունը։ Այդ պահին է դա լինում։ Նայեք,
բանականությունը չի վերադառնում միջև աշկերի վերը բարձրացնել։ Այս պահի վրա է ուզում ուղղակի շեշտել։ Չի իրան բանականությունը գալի, որ ինքը աշկերը բարձրացնում է վերը։ Այսինքն տեքստում էլի։ Ինչ որ բան ամեն դեպքում տեղի ունենում։ Էլ ինքը իրան որպես կենթանի չի ընկալում։ Ու վերականգնվելով Նաբուկոդոնոսորը կրկին ստանձնում է այդ կառավարողի դերը ու պատմողի դերը։ Ստեղից էլի փոխվում է առաջին շատ սիրունագրած էլի ուղղակի չգիտեմ ափսոս մենք որ բնագրում չենք կարողանում տիրապետենք կարդանք բայց մենք ունենք լավ գործիքներ որ ոնցով տեսնում ենք էլի ինչ ինքը սիրունագրած ու պատկերացրեք էլի կարանք շատ խորանանք հարցեր տանք ոնց իրան որտեղից գնացին գտան ոնց էլի բերեցին այնտեղ բաներ չէ առիթ էին սպասում գազ բաղացնեին Այդ ոնց եղավ որ ասին չասեցին էլի հազիվ ենք ազատվել էլի հետ բերենք իրան հազար բան կա կամ որտեղ էին պահել որ կայսրությունը չիմանա որ ոչ մեկ չգրի որ թակավորի հետ sense ամոթալի բան է տեղ ունեցել վերջը դա անարգանք է բայց տեքստը տենց բաների մասին լրում է ամեն դեպքում իր ծառաները պալատականները գտնում են երևի թե կարելի է ենթադրել խորհրդով ինչ որ ղեկավարվել է X ժամանակ բայց ինչքան էլ որ լինի Այդ էլ ասեմ, այս 7-ը ինչքան էլ որ երկար լինի, թող լինի օրինակ 7 տարի։ Ինչ էլ որ լինի, այնքան երկար է, որ ինքը ստեղ ասում է իր եղունգները, ինչքան շատ երկար է, մազերը ինչքան շատ երկար է, այսինքն չի կարա 7 ժամանակը, եթե ասում ենք անորոշել, 2 շաբաթ չի էլի։ Շատ երկար էր ամեն դեպքում։ Այդքան չէր լինի գաղտնի պահել։ Ամեն դեպքում երևի ինչ որ խորհրդի միջոցով ղեկավարվել է երկիրը այդ ժամանակահատվածում։ Ու վերականգնվելով ստանձնում է էլի պատմողի դերը ու իր բացատրությունը պարզ է։ Ես Նաբուկոդոնոսորս բարձրացրի իմ աչքերը դեպի երկինք։ Սա էլ բայց մի բան էլ է վկայում, որ նույնիսկ այսպես խանգարված վիճակում ինքը մեկը մարդ էր մնում, որ կարող Աստծուն արձագանքեր, երբ որ Աստված վերականգներ իր այդ ժամանակը, էլի։ Ու տառապանքը այստեղ կատարում է դաստիարակի դեր, սովորացնելու իրան իր խոցելիության մասին, որտեղ ինքը 30 համարում իրեն չափից դուրս լավ էր զգացել, այսպես ասած։ Ու կերպարը, որով նախկինում գովաբանում էին թագավորներին, երկրային կամ հեթանոս աստվածներին նման է այս ոճի, փառաբանության այս երգի նման է, հիշեցնում է Սաղմոսներից, Եսայից հատվածներ, բայց անսովոր չի էլի եմ ասում, այն ժամանակ թագավորներին էլ էին շատ անգամ սենց դիմում։ Ու թեպետ այդ հեթանոսական պաշտամունքները նույնպես ունեին սենց բառապաշար, Նաբուկոդոնոսորի խոսքը ձևական չի։ Ես ուզում եմ ստեղ շատ հետաքրքիր մի բան տեսնենք, որ նա զգացել էր արդեն իր լիակատար անզորություն։ Եվ ես կասեի, այստեղ ինքը ապաշխարում է։ Բոլորը չէին համաձայնվի իմ հետ տենց որ ասեի, բայց մեծամասնությունը կհամաձայնվի, որ ինքը ստեղ ապաշխարում է։ Նախորդ գրքեր կապած խնդիր չկա, բայց այս մեկում արդեն լուրջ նշաններ կա։ Ու կարող է նկատել այն մարդիկ էլ ովքեր իմիջիայլոց ասեն, որ չեն հավատում, որ ինքը ստեղ ապաշխարել է, իրենք ոչ թե էգզեգետիկ փակափաստարկ են բերում, ասում են, դե Բաբելոնը ոնց կարար Մատ փոքր Իսրայելի Աստծուն իրենց փաստարկը տենց է ոչ թե տեքստից ասում են բա էս ինչի ասեն տենց չի Տեքստում մոտ հետաքրքիր բան կա կապված ասում է այդ ամեն ինչ ասելուց հետո ասում է նրա ձեռքին ոչ մեկ չի կարող խփի հասի Դրանից հետո ասում այդ ժամանակ կելքս ինձ դարձավ Եվ ինձ վերադարձան իմ թակավորության, իմ փառքի հետ, իմ մետաղայչությունը։ 36 Այսինքն ես էլ եմ մտածում, որ ինքը դե ապաշխարեց, որովհետև իրան սա հետ եկավ։ Այո, Աստված իրան վերականգնեց։ Ինչի համար որ արել էր, տեղավ է դրա համար։ Շատ լավ դիտարկում էր դա։ Այո, ինչ որ ուզում էր Աստված, արեց դա վերջի վերջո։ Ու Նաբուկոդոնոսորը էլի եմ ասել ու կասեմ, որ նենց փառաբանություն ասում, որ այսօր շատ քրիստոնյաների, որ մի քիչ շատ սենց ոնց ասեմ, որ գրական է չի։ Թող մի քիչ անկյուն բրթես, չի ասի էսի անկեղծ ծրտով։ Հա։ Չի ասի էսի անկեղծ ծրտով, որ ինքը իր կամքի համաձայն անում են, ինչ որ անում է երկնքում, երկրի վրա բնակիչների մեջ, որ ոչ մեկ չի կարող իրան ասի ինչ ես անում։
Ես մի անգամ մի հատ մարդու հետ էի խոսում, կապ չունի ես թեմային, բայց փրկաբանության հետ կապ ունի։ Ու հռոմացիս 9-ին էինք մենք քննարկում, ինքը տեսավ, որ այդ տեքստից չի կարում, ասեց բաբան։ Ու տենց Աստված անարդար կլի, բա ես իրան կասեմ, ես ինչ ես անում։ Ասում եմ, գնանք հենց Դանիել 4-ը, տեսնենք ինչ ես ասում։ Հենց այս արտահայտությունը։ Ես իրան կասեմ, ես ինչ ես անում։ Երբ որ մենք հռոմացիների 9, 14, 15, 16 այդ համարներն էին։ Բանը լոգիկային արդեն զոր տալու։ Հա։ Լոգիկայով հասկանալ։ Ու այստեղ հեթանոս թագավորը ասում է, ոչ ոք չի կարող նրա ձեռքը կասեցնել կամ նրան ասել, ես ինչ ես անում։ Ու այստեղ արդեն ինչպես Անդո աղբերս ասեց, վերականգնվում է միտքը ու էլի դոքսոլոգիայով փառաբանությամբ վերջանում է գլուխը ոնց որ սկսվել է։ Ավելացնելու բան չկա, ինձ թվում է պարզ է պատմությունը, կիրառությունը, հա, որ նախ Աստծո կողմից կարանք ասենք, որ Աստված տեսեք ինչքան մեծ ողորմություն ա ցույց տա։ Հա, մի բան էլ ասեմ, այս չեք մոռացել, չէ՞ որ մարդներ գնացել Հուդան գերեվարել էր, ջարդել էր Աստծո տաճարը։ Դուք պատկերացնեք ում Աստված ողորմությամբ։ Այսօր որ բարեկամներից օրինակ մարդ է սավետանում, ասում է ես այնքան մեղք եմ գործել, էլ դժվար ինձի, էլ շանս չկա։ Մարդը ջարդել էր Յահվեի տաճարը, անոթները տարել էր, մարդկանց երիտասարդներին գերեվարել իր բաբելոնական դպրոցով անցկացրել էր։ Տեսեք քլքանի անգամ Աստված ողորմություն ցույց տալիս sense մարդու։ Այնքան մինչև որ խոնարհվի։ Հրաշալի։